Շաբաթվա սկզբին Ստրասբուրգում մեկնարկեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Եվրոպական քաղաքական այս կառույցը պատվիրակների համար հարթակ է միջազգային հանրությանը ներկայացնելու կարևորն ու համամարտկայինը։ Օրակարգերի առանցքում ռուս-ուկրաինական ու իսրայելա-պաղեստինյան պատերազմներն էր եւ դրանց դիվանագիտական լուծման ուղիները։ Նիստերի ընթացքում հունգարացի պատվիրակ Ժոլտ Նեմետն առանձնացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը միտված խաղաղությանը։ Նշենք, որ Բաքվի պատվիրակների մուտքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով արդեն երկրորդ տարին է, շարունակում է մնալ փակ։ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները կառույցում դադարեցվել էին ժողովրդավարությանը հակասող մի քանի պատճառներով։ Եվրոպական օրակարգով առաջ շարժվող Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ևս ներկա էր աշնանային նստաշրջանի աշխատանքներին։ Վեհաժողովի հետ մեր երկիրն ունի ձևավորված ամուր կապեր, կառույցի ընդունած բանաձևերը Հայաստանի ժողովրդավարության դժվար ճանապարհի մշտական ուղեկիցն են։ Եվրոպական հեղինակավոր ամբիոնից նշեց Հայաստանի վարչապետն ու պատասխանեց նաև պատվիրակների հարցերին եւ հստակ ձևակերպումներով փոխանցեց մեզ համար առանցքային ուղերձներ։ Օգտագործում եք Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Որտեղից այդ արտահայտությունը ձեզ։ Նման արտահայտություն չկա, չի եղել եւ համոզված եղեք չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում։ Ես նաեւ դիմեցի կոչով ադրբեջանցի գործընկերոջս, որպեսզի պարզաբանի ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով։ Որտեղ է Զանգեզուրի միջանցքը։ Քարտեզի վրա պետքա ցույց տալ այդ Զանգեզուրի միջանցքը։ Որտեւ եթե պարզվի, որ Զանգեզուրի միջանցք ասելով նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք, որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որը ընդունված չէ Հայաստանի Հանրապետության կողմից։ 5 օր տևած նիստերի ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ազգային ժողովի պատվիրակները հանդես եկան ելույթներով։ Մեր երկրի խորհրդարանականները Ստրասբուրգում էին ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ։ Ելույթները տարբեր էին, ունեին կոնկրետ շեշտադրումներ։ Նախ անդրադարձ կատարվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։ Այդ համատեքստում ազգային ժողովի պատգամավորները խոսեցին նաև տարբեր գործընթացներում երիտասարդների ներգրավվածության վերաբերյալ։ Փաստվեց, որ Հայաստանը հանձնառու է խթանել երիտասարդների ներգրավվածությունը որպես մեր ժողովրդավարական զարգացման անկյունաքար։